Նույնիսկ այն բանից հետո, երբ Ստալինի անմիջական որոշմամբ Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին որպես լայն լիազորություններով օժտված ինքնավար մարզ, այնուամենայնիվ Արցախի պատմական տարածքի միայն մի փոքր հատվածը մոտ 4400 քառակուսի կիլոմետր ընդգրկվեց մարզի մեջ։ Շատ հայաբնակ շրջաններ, օրինակ Շահումյան, Գետաշեն, Հյուսիսային Արցախ, դիտավորյալ դուրս թողվեցին ԼՂԻ կազմից, որպեսզի թուլացնեն հայկական գործոնը։ Սահմանները գծվեցին այնպես, որ ԼՂԻ-ը ցամաքային կապ չունենա Հայաստանի հետ։ Մի քանի կիլոմետրանոց մի նեղ շերտ, Լաչինի շրջանը, հանձնվեց Ադրբեջանին, Արցախը Հայաստանից մեկուսացնելու համար։ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները 70 տարի շարունակ կիրառում էին հայաթափմանն ուղղված մի շարք համակարգված մեթոդներ, որոնցից են օրինակ տնտեսական ճնշում։ Ներդրումները գնում էին միայն այնտեղ, որտեղ ադրբեջանցիներն էին ապրում։ Հայկական գյուղերը դիտավորյալ զրկվում էին ճանապարհներից, գազից ու ջրից, որպեսզի մարդիկ ստիպված լքեն իրենց տները և տեղափոխվեն Հայաստան կամ Ռուսաստան։ Արցախի դպրոցներում արգելվում էր հայոց պատմություն առարկան։ Հայաստանի հետ հեռուստատեսային և մշակութային կապերը խստորեն սահմանափակված էին։ Պատմական հայկական հուշարձանները կամ անտեսվում էին, կամ ներկայացվում որպես աղվանական։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ-ում այն տարածքներից էր, որտեղից բնակչության թվի համեմատ ամենաշատ մարդն էր զորակոչվել ռազմաճակատ՝ մոտ 45,000 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը հայեր էին։ Նրանց գրեթե կեսը չվերադարձավ։ Սա հսկայական հարված էր հայերի ժողովրդագրությանը։ Եթե 1921 թվականին Արցախի բնակչության մոտ 95%-ը հայեր էին, ապա 1989 թվականին խորհրդային վերջին մարդահամարի ժամանակ հայերի թիվը նվազել էր մինչև 77%։ Այսինքն 70 տարում Ադրբեջանին հաջողվել էր հայերի տեսակարար կշիռը նվազեցնել գրեթե 20%-ով, բայց Արցախը միևնույն է մնացել էր գերազանցապես հայաբնակ։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչ էր սպասվում Արցախին, եթե հայերը չպայքարեին, համեմատենք այն Նախիջևանի հետ։ Նախիջևանը նույնպես հայկական տարածք էր, որը 1921 թվականին հանձնվեց Ադրբեջանին։ Այնտեղ հայերը կազմում էին բնակչության մոտ 40-ից 50%-ը, սակայն Նախիջևանում Ադրբեջանին հաջողվեց իրականացնել լիակատար հայաթափ։ 1980-ական թվականների վերջին այնտեղ գրեթե հայ չէր մնացել, իսկ հայկական հազարավոր խաչքարեր, օրինակ Ջուղայի խաչքարերը, հետագայում հիմնահատակ ոչնչացվեցին։